Ուրեմն ինչ արեցինք, ստեղ շատ խորը նեղ լուկ էր, որ ուսերից ներքևել էինք գլխի վայր թեքվում, որ հասնենք այս աշխատանքը կատարենք։ Նայեք, ուրեմն սենց պրյամո միացրած էր ջուրը, ինչ արեցինք մենք, բարձրացրեցինք վերև, ջուրը թուլացել էր, նասոս էր պետք տեղադրվել ու այս փոքրիկ լուկի մեջ։ Բարձրացավ վերև, մի հատ այս փակ վինտիլը այսա դառա որպես բան, ոնց որ գլխավոր գիծը փակվի, որպեսի աշխատի նասոսները։ Բոլորը դրել ենք վինտիլով, իր ջրահեռացման բաներով, նպատակը ինչումն է, ուրեմն ստեղից հիմա ինքը գալիս է, վինտիլը պիտի բաց լինի։ Սա այս կարմիրը ջրահեռացմանն է։ Ստեղից գալիս է, այս արանքով մենք ճղել ենք նասոսը ստեղ դուրսը տեղադրել ենք, որպեսի չքայքայվի խոնավությունից, չավիրվի։ Ստեղից գալիս է իր վինտիլը, իր ֆիլտրը, ապարատնի կլապան դրեցինք, որ ստե միշտ ջուրն ունենա։ Նորից հզորացրած ջուրը այս մյուս կողմով գալիս է, սա ուղղակի ուպոր ենք տվել, որ սենց կանգնի։ Այս մյուս կողմից գալիս է, իջնում է տրայնիկով, միանում է մեր գլխավոր ջրին։ Սա խիա վինտիլ դրած, որ երբ անհրաժեշտ լինի, փակենք, ինքնուրույն ինքը աշխատի։ Հիմա ստեղ ինչ է դառնում։ Ստեղից էլ մենք գարաժին ենք ջուր տվել, սա գարաժի վինտիլն է, ձմռանը ստեղ ցուրտ է լինում։ Ինչի ենք այսպես վինտիլներով դրել, որպեսի փակվի, սա փակվի, նա բացվի, սա էլ սլի վարվի, որ այս նասոսը եւ այս ամեն ինչը չփչանա, չսառը չվնասվի։ Ասելիքս ինչն էր, իսկապես շատ բարդ պրոցես էր, շատ չափից դուրս բարդ էր, կարծում եմ երևում է ինչքան նեղ եւ խորը լուկ էր, նայ կոշիկից լայնության այս լուկը եղել, այստեղ մի փոքր լեն, այս արանքի մեջ կարողացել ենք տեղավորվել, ստեղծել, հիմա բենով փչեցինք չորածնա, բիտոնով էլ կփակենք ու այս աշխատանքը կավարտենք։ Իդեպ հետարքիր ավտոմատ էր սա, միացումը ստեղից արվում ու նաև մենք մի բան էլ ասեմ, նայեք բոլոր կողմերից ամերիկան կա ենք դնում, նաև նույնիսկ սա ենք ամերիկան կա դնում, որպեսի ուղղություն տալը հեշտ լինի, շատ հեշտ է ժողովուրդ ջան, սա միացումներով ենք տալի վիլկով, սենց ասեն, որ անջատելը ամեն ինչը հեշտ ու հարմարավետ է, նպատակին ծառայի։ Այսպես է լինում մեր աշխատանքները, ամենաբարդ գործողությունը ես եւ իմ օգնականը փորձում ենք չլինող բանը անհնարինը հնարին դարձնել։ Այսքան։